հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրաման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վարվում է վար, բոլոր նրանց հոգիներին արևավար, արևաշատ հրազդանին, ողջույն, ողջույն, ողջույն։ Մենք գիտենք ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, մեզ օտարածին ուղեցույցներ պետք չեն, իմանալու թե որն է հայ դերը այս երկնքի տակ, Հրազդանի երկնքի տակ։ Մեր ուղեցույցը հավաքական հայրն է, մեր փարոսը ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը ուժեղ, հզոր, հարատև Հայաստանն է։ Որի բանալին մեր ձեռքում է, իդեմս Հայաստանի Հանրապետության գալիք ղեկավար Սամվել Կարապետյանի և նրա քաղաքական թիմի, որին հունիսի 7-ին մենք մեր միասնական ընտրությամբ կլիազորենք ոչ թե վերցնելու, այլ իմաստավորելու հայաց իշխանությունը, ոչ թե պետական համակարգը կազմաքանդելու, այլ պետական ողնաշարը ուղղելու իշխանությունը, ոչ թե նեղ անձնական կարիքները պետության հաշվին հոգալու, պետական բյուջեի հաշվին ոյաժներ կազմակերպելու, պարգևավճարներ շռայլելու, այլ պետական բյուջեի հաշվին սոցիալական արդարությունը Հայաստանի Հանրապետությունում վերականգնելու համար։ Դիմում եմ հակառակ ճամբարի հետևորդներին, հակառակ ճամբարի, իմ հայրենակիցներին, որոնք կուրորեն հավատում են խաղաղության կեղծ օրակարգին և սոցիալական սին բարեփոխումների, մահկանացու փրկչի և կեղծ մարգարեի գաղափարին, հունիսի 7-ին միացեք մեզ և վերջ դրեք հասարակական ցնցումներին և պառակտմանը, բոլորս միասին քվեարկում ենք համար 3-ին, մեզ խաբեցին 2018-ին և 2021-ին, բայց մենք չենք խաբվելու 2026-ին, որովհետև մերժելու ենք հակահայկական օրակարգը, հակապետական օրակարգը, հակազգային օրակարգը, որին սպասարկում են հենց այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ժողովուրդ ջան, սիրելի հրազդանցիներ, սա ճակատագրական ընտրություն է, որովհետև երրորդ անգամ չխաբվելու համար մենք պետք է ընտրենք համար 3-ին, եկեղեցին չկորցնելու համար մենք պետք է ընտրենք համար 3-ին և հայ մնալու ուժեղ, հարատև և հզոր Հայաստան ունենալու համար մենք պետք է ընտրենք համար 3-ին, իդեմս Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի։ Շնորհակալություն։